Ինչպես ուղարկել նկարները, որ որակը չընկնի։ Հարց, որը ամենահաճախն եմ լսում, եւ այս անգամ ձեզ համար պատրաստել եմ 4 իմ սիրելի կայքերը, որոնց միջոցով կարող եք ուղարկել ձեր նկարները եւ որոնց դեպքում բացարձակապես որակի կորուստ չեք ունենա։ Սկսենք իմ ամենասիրելիից WeTransfer-ից։ Այս բոլոր կայքերը, որ կնշեմ, իրենք անվճար են, բայց ունեն նաեւ վճարովի ֆունկցիա։ Եթե ցանկանում եք ել ավելի մեծ ծավալով նկարներ ուղարկել կամ միգուցե ժամկետը ել ավելի շատ լինի, այդ դեպքում արդեն վճարովի տարբերակից կարող եք օգտվել։ Ես հիմա հերթով բոլորին կնշեմ ու արդեն ընտրությունը ձերն է, թե որով կաշխատեք դուք։ WeTransfer-ի դեպքում այստեղից կարող եք ավելացնել ձեր ուզած նկարները կամ պարզապես վերցնում եք ու գցում եք հենց WeTransfer։ Այստեղ կտեսնեք կավելանա նկարները, նույնիսկ նշում է թիվը, նշում եք մեյլը եւ նշում եք, թե ինչ ժամկետով եք ցանկանում։ Անվճար է 1 եւ 3 օրը, բայց եթե դրանից ավել եք ցանկանում, դրա համար արդեն պետք է վճարեք։ Ու մինչև 3 գիգաբայթ կարող եք նկարներն ընտրել։ Այնուհետև սեղմում ենք Get a link։ Այս լինքի պատրաստելուց հետո ուղղակի copy եք անում, այսպես։ Եվ ուղարկում եք այն մարդուն, ում ցանկանում եք, ինչպես որ ցանկանում եք։ Կարող եք նույնիսկ Instagram-ի մեսեջով ուղարկել, կարող եք Telegram-ով, ինչպես որ կցանկանաք։ Կարևորը որ այս լինքը լինի, այստեղից այսպես copy ենք անում, մի հատ էլ կարող եք ստուգել այստեղ ինչ ֆայլեր կան իր մեջ եւ նոր ուղարկել։ Հաջորդը Drop Me Files-ն է։ Drop Me Files-ի դեպքում կարող եք ել ավելի մեծ քանակի նկարներ ուղարկել եւ օրերն էլ շատ, այստեղ կտեսնեք 7 օր կա եւ 14 օր ու մինչև 50 գիգաբայթ կարող եք ուղարկել։ Նորից նույն եղանակով վերցնում եք նկարները ու գցում եք մեջը կամ հենց իր մեջից ենք ընտրում։ Այ այսպես։ Այստեղ կտեսնենք զագրուսկա է լինում ու էլի լինքը copy եք անում, այստեղից այս նշանով կարող եք copy անել եւ ուղարկել էլի որ եղանակով որ ցանկանում եք։ Նույնիսկ մեյլ կարող եք նշել, միանգամից մեյլին ուղարկել։ Հաջորդ իմ սիրելի կայքը Drive-ն է, Google Drive-ը, որի միջոցով պարզապես այստեղից նոր folder եք սարքում, անունը գրում եք, ինչպես որ ցանկանում եք եւ այս պապկայի մեջ լցնում եք ձեր նկարները։ Այստեղ կտեսնեք արդեն որ զագրուսկա են լինում, մինչև 15 գիգաբայթ անվճար կարող եք լցնել Drive-ը ձեր եւ որից հետո գալիս եք այստեղ եւ share եք անում այդ լինքը get link ուղարկելուց կարող եք այստեղ նույնիսկ ընտրել այնպես որ միայն ձեր հաստատումով այս լինքը կարողանան բացել, այսինքն եթե դուք այս մի տարբերակը նշեք, ցանկացած մարդ կարող է այս լինքից օգտվել։ Այսինքն այն մարդուն, ում որ դուք ուղարկում եք, ինքը կարող է մեկ այլ անձի ուղարկել եւ իր մոտ կրկին կբացի այս հղումը։ Բայց եթե չեք ցանկանում, ուզում եք միայն տվյալ անձը ունենա, ուղարկում եք restricted տարբերակով, copy եք անում եւ այս լինքը նորից ուղարկում եք այն մարդուն, ում ցանկանում եք։ Եվ միայն ձեր հաստատումից հետո կարող է նա բացել այս հղումը։ Սա ավելի, այսպես ասած, պաշտպանված տարբերակ է, եթե կոնֆիդենցիալության հարց կա, կարող եք օգտագործել Google Drive-ը։ Ժամկետ չունի, ամենալավը ժամկետը այն է, որ մինչև դուք որ չջնջեք այս պապկան։ Հենց որ կջնջեք, արդեն իր մոտ էլ չի երևա։ Ու այդպես կարող եք պարբերաբար, օրինակ 1 ամիսը 1 ջնջել պապկաները, թարմացնել ձեր Google Drive-ը, որպեսզի ազատ տեղ ունենաք եւ նորից ուղարկեք ձեր հաճախորդներին։ Եվ վերջին ամենահեշտ տարբերակը իհարկե Telegram-ն է, որի միջոցով շատ արագ կարելի է ուղարկել նկարները, հիմա ձեզ ցույց տամ։ Նշում ենք կրկին մեր նկարները եւ Telegram գցելուց պարտադիր գցում ենք վերևը, եթե չենք ուզում մեր նկարի որակը ընկնի, որպեսզի որպես ֆայլ ուղարկվեն նկարները։ Եթե մենք գցենք ներքևի հատվածում, ապա ֆայլը կրճատվելու է եւ որակը ընկնելու է։ Ուշադրություն դարձրեք անպայման, եթե համակարգչով եք աշխատում, վերևում կգցեք։ Իսկ եթե հեռախոսով կուղարկեք նկարները, կարող եք կատարել հետեւյալ կերպ, այս նշանի վրա եք սեղմում եւ ընտրում եք ֆայլ։ Այստեղից արդեն կարող եք ձեր նկարները ընտրել, այսպես օրինակ, ու կրկին կուղարկվի որպես ֆայլ։
Ավելի հեշտ տարբերակելու համար, եթե այսպես փոքր իկոնկայի տեսքով է նկարը, ուրեմն որպես fail է, եթե այսպես ամբողջությամբ է բացում, ուրեմն իմացեք, որ սա արդեն կտրած տարբերակն է, որտեղ որ որակը օրիգինալը չի լինելու։ Այսքանը կարծում եմ հավանեցիք թե կայքերը, թե լուծումները, ինչ տարբերակով կարող ուղարկել, մեկնաբանություններում կարող եք գրել, թե դուք որն եք սիրում, ինչպես եք ուղարկում նկարները եւ իհարկե չմոռանաք դնել ձեր թանկարժեք լայքը իմ այս YouTube-յան հոլովակին ու բաժանորդագրվել իմ ալիքին։ Մինչ նոր հանդիպում։